Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հարկավոր է իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն ԱՄՆ-ն երբեք ուժով չի տիրանա արկտիկական կղզուն եւ պատրաստ է բանակցել։ Դավոսում այսօր համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի պնդմամբ միայն Ամերիկան կարող է պաշտպանել Գրենլանդիան։ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից պարտավորություն ունի կարողանալու պաշտպանել իր սեփական տարածքը։ Սակայն փաստն այն է, որ բացի ԱՄՆ-ից ոչ մի այլ երկիր կամ երկրների խումբ որևէ կերպ այն դիրքերում չէ, որ կարողանա ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը։ Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն տարիներով պաշտպանել է Գրենլանդիան եւ թույլ չի տվել, որ այլ երկրներ հաստատվեն այնտեղ, ապա այն վերադարձրել է Դանիային։ Որքան հիմար ենք մենք եղել դա անելու համար, բայց մենք դա արել ենք, եւ որքան ապերախտ են նրանք հիմա, ասաց նա, հավելելով, որ հիմա անվտանգային շատ մեծ սպառնալիքներ կան, որոնք ԱՄՆ-ն պետք է հասցեագրի։ Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն երկու դար փորձել է գնել Գրենլանդիան, նույնը ցանկանում է հիմա եւ պատրաստ է բանակցել, ու ուժի միջոցով չի լուծի հարցը։ Մենք ոչինչ չենք ստանա, եթե ես չորոշեմ չափազանց ուժ կիրառել։ Մենք անկասելի կլինենք, բայց մենք դա չենք անի, ասաց նա, Դանիային մեղադրելով Գրենլանդիայում անհրաժեշտ ծավալի ներդրումներ չանելու համար։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Գրենլանդիայի ձեռքբերումը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար, այլ կամրապնդի այն։ Նա նաև նշեց, որ ինքը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ բան է արել, քան որևէ այլ մեկը։ ՆԱՏՕ-ն շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ, ոչ ոք չի կարող դա վիճարկել, մենք այնքան շատ բան ենք տալիս եւ այդքան քիչ ենք ստանում։ ԱՄՆ նախագահը նաև քննադատեց Եվրոպային, նշելով, որ այն ճիշտ ուղղությամբ չի շարժվում։ Թրամփն ասաց, որ չի ճանաչում Եվրոպան։ Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ տեսնել, թե ինչպես է այն բարգավաճում, բայց այն ճիշտ ուղղությամբ չի գնում, ասաց նա, հիշատակելով անվերահսկելի զանգվածային միգրացիան եւ բյուջետային ու առևտրային ռեկորդային դեֆիցիտը։ Դավոս Սպիտակ տան ղեկավարի այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև լարվածության ֆոնին, որն սկսվեց, երբ ի պատասխան Գրենլանդիան վերցնելու մասին Թրամփի հայտարարությունների եվրոպական մի քանի երկրներ զորք ուղարկեցին Դանիային պատկանող կղզի։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ 10% հավելյալ մաքսատուր կսահմանի այդ երկրների համար։ Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահը Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ մաքսատուր կիրառելու Թրամփի սպառնալիքները պարզապես սխալ են։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ Գրենլանդիայի ապագան նրա ժողովրդի որոշելիքն է, զգուշացնելով, որ հարկադրական միջոցները խաթարում են ինչպես երկրի ինքնիշխանությունը, այնպես էլ միջազգային իրավունքը։ Եվրոպան նախընտրում է երկխոսություն, բայց պատրաստ է ցանկացած սցենարի, զգուշացրել է եվրոպացի պաշտոնյան։ Մենք հասել ենք վճռորոշ կետի, Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, բայց մենք լիովին պատրաստ են գործել անհրաժեշտության դեպքում միասնաբար, հրատապ եւ վճռականորեն։ Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ տեղի չի տա Թրամփի սպառնալիքներին։ Քիր Սթարմերն ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ երկիրը մաքսատուրքերի սպառնալիքի տակ չեն զիջելու Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իրենց սկզբունքներն ու արժեքները։ Սթարմերը վերահաստատել է իր դիրքորոշումը. Գրենլանդիայի ապագան Գրենլանդիայի եւ Դանիայի որոշելիքն է, իսկ Թրամփի սպառնալիքները, թե մաքսատուրքեր կսահմանի իրեն դեմ արտահայտվող երկրների վրա, լիովին սխալ են։ Ես միշտ հստակ հետևողականորեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ։ Գրենլանդիայի ապագան բացառապես Գրենլանդիայի եւ Դանիայի թագավորության որոշելիքն է։ Ստարմերը նաև նշել է, որ չնայած Թրամփն ակնհայտորեն չի լսում իր ասածները, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները այդուհանդերձ կարևոր են, հատկապես պաշտպանության, անվտանգության, հետախուզության եւ միջուկային կարողությունների եւ առևտրի հարցերում։ Մինչ այդ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը չէր բացառել, որ Միացյալ Թագավորությունը պատասխան մաքսատուրքեր կարող է կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Ռեյչել Ռիվզը BBC-ին ասել է, որ Լոնդոնը չի ենթարկվի որևէ ճնշման եւ ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում կգործի իր պետական շահերից ելնելով, ինչը նշանակում է վերացնել առևտրային արգելքները ամբողջ աշխարհի երկրների հետ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ չնայած լարվածության աճին անցյալ տարի ԱՄՆ-ի հետ ստորագրված տնտեսական համաձայնագիրն ուժի մեջ կմնա։